Օրերս Վաշինգտոնում անցկացվեց ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը, որին Հայաստանից ներկայացուցիչներ ևս մասնակցում էին։ Միջոցառմանը ներկայ է եղել Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Սարգսյանը, ինչպես նաև մեր ձևով շարժումը ներկայացնող փաստաբան Արամ Վարդևանյանը, որն այնտեղ դատարկ դահլիճում է ելույթ ունեցել, եւ ինչպես միշտ քննադատել ու վատաբանել Հայաստանի իշխանություններին։ Ստեփան Սարգսյանը, որ դեռ գտնվում է Միացյալ Նահանգներում մեծ զրույցում, ասաց, որ Վարդևանյանի ելույթի ժամանակ սրահը գրեթե դատարկ էր։ Իր ելույթն էլ որպես զեկույց չէր ներկայացվում։ Ուղղակի պաշտոնական ելույթներից զատ հավելյալ տեսակետ կամ դիրքորոշման արտահայտում։ Իսկ դա էլ հնարավոր էր եղել, որովհետև մեր ձևով շարժումը այս միջոցառման ժամանակ հանդես էր եկել որպես հովանավոր, եւ դրա դիմաց այս ելույթի հնարավորություններ ընձեռնվել։ Ստեփան Սարգսյանի խոսքով ելույթի մի մասը նվիրված էր Սամվել Կարապետյանի կալանավորմանը։ Մյուս մեկ երրորդը խոսքը գնաց արդեն, որ Հայաստանում ձերբակալված են տարբեր հոգևորականներ ու շատ կողմնակալ ու կիսատ, ես կասեի, տեղեկություն տրամադրվեց, որովհետև ոչ միայն ձերբակալված են, որը ներկայացվեց որպես քրիստոնեության դեմ ու խղճի հավատքի ազատության դեմ ոտնձգություններ, հետապնդումներ Հայաստանի իշխանությունների կողմից, չնշվեց ընդհանրապես, որ կան 10 կարևորագույն հայոց հայ եկեղեցու սրբազաններից, հոգևոր հովիվներից, որոնք իրենց դիրքորոշումամբ հանդես են եկել հանրայնորեն։ Նրա խոսքով Վարդևանյանի ելույթի նկատմամբ այն աստիճանի էր անտարբերությունը, որ նույնիսկ դահլիճի նախասրահում մարդիկ զրուցում էին, ծիծաղում եւ այնքան աղմկոտ էր, որ Արամ Վարդևանյանը ստիպված էր նեղսրտած կերպով դադար առնել, որ նախասրահում լռեն ու ինքը շարունակի խոսել։ Ես բացեն, որ նմանատիպ բազմաթիվ պաշտոնյաների, ՀԿ-ների ոչ հայ, հատկապես ամերիկյան շփումներ ունեմ արդեն երկար ժամանակ ու այս օրերին այստեղ եմ, խոսում եմ բոլորի հետ, որևէ մեկի մոտ այնպիսի տպավորություն չկա, որ Հայաստանում կա խնդիր հավատքի կրոնի հետապնդման հետ կապված։ Բազմաթիվ գործընկերներ ունեմ, ՀԿ-ներ հենց ամերիկյան, նրանք ոչ թե միայն Հայաստանի մասին բան չեն խոսում, այլ նաև շատ տպավորված մեր նոյեմբերի 15-ի աղոթք նախաճաշով իրենց ողջույններն հողումներն են ուղարկում եւ Հայաստանին եւ կոնկրետ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իդեպ ասեմ, բոլորը ծայրաստիճան տպավորված էին իր ելույթներով աղոթք նախաճաշի, մինչեւ այս օրերին էլ նույնիսկ ասում եմ, բոլորս տպավորված ենք, նշում ենք ու մեծ որ շփվում ենք, միակ ղեկավարն է, որ Աստվածաշնչին այդ աստիճան տիրապետում է, հարցնում են նույնիսկ քանի տոկոսը անգիր գիտի, դե ասում չգիտեմ, բայց շատ մեծ տոկոսը ինչքան դուք ինքներդ տեսաք։ Նման բան չկա։ Այն դիտարկման է, որ լուրեր են շրջանառվում, որ Հայդատը համագործակցում է մեր ձևով շարժման հետ եւ աջակցել է, որպիսի Արամ Վարդևանյանն իր ելույթում առաջ քաշի նրանց թեզերը, Ստեփան Սարգսյանն ասաց, որ Հայդատը, որը դաշնակցության լոբիստական թևն է Վաշինգտոնում, իր քաղաքական դիրքորոշմամբ համախոհ է ու դաշնակից Սամվել Կարապետյանի ստեղծած ուժին։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։